Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդարաններն իրենց վրա պետք է վերցնեն հանրություններին պատրաստելու խաղաղության իրականության մեջ ապրելու տրամաբանությունը, այդ ընկալումն արդեն կա։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահը։ Ալեն Սիմոնյանը մանրամասներ հայտնեց Ժնևում միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից։ Հանդիպումը շատ դրական եմ գնահատում։ Շատ շնորհակալ եմ այդ հանդիպման համար կազմակերպչին, պայմանավորվել ենք կոնկրետ քայլերի մեխանիզմ երկու կողմից քննարկենք եւ առաջարկենք։ Սիմոնյանը փակագծեր չբացեց, ընդգծեց միայն խոսքը հեռավոր ապագայի մասին չէ, իսկ ապագայում երկկողմ քայլերի պակաս չի զգացվի։ Երկուսս էլ այն մտքին ենք, որ պետք է հնարավորինս արագ այդ ամեն ինչը արվի եւ հնարավորինս մեծ ծավալով եւ կրկնում եմ այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Հանդիպմանն արդյոք անդրադարձ կատարվել է գերիների խնդրին, Սիմոնյանը մանրամասնեց։ Գերիների պահվող անձանց վերաբերյալ խոսակցությունը կա միշտ, այդ խոսակցությունը կար ոչ միայն այդ հանդիպման ժամանակ, այդ խոսակցությունը կար նաև հրապարակային մասում, երբ որ եթե ելույթը նայեք, դրա մասին խոսվում է։ Հայկական կողմի համար դժվար է Ադրբեջան գնալ այն պարագայում, երբ այնտեղ ունենք պահվող անձինք, նկատեց ԱԺ նախագահը պատասխանելով հարցին, արդյոք հնարավոր է Ադրբեջանի խորհրդարանի նախագահը այցելի Երևան։ Սիմոնյանն ասաց, որ չի բացառում, որ ինչ-որ միջազգային ձևաչափերի շրջանակում Գաֆարովան գա Հայաստան։ Խոսակցություն եղավ օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ ասենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցրել մեր վրա։ Ադրբեջանի ցանկությունն այն է, որ 10-20 տարի հետո ինչ-որ մի երրորդ արտաքին ուժ չփորձի երկու նախկին խորհրդային երկրները իրար հետ կռվեցնել, նկատեց Սիմոնյանը։ Որպեսզի դիմացինի հետ դիալոգ տեղի ունենա, դու պետք է հասկանաս լավ, ես իմ դիրքորոշումը ունեմ, իրանց դիրքորոշումը որն է, իրանց դիրքորոշումը հետևյալն է, որ հրահրվել է միջազգային բախում, հրահրվել է, որպեսզի միջազգային բախման ֆոնի վրա սովետական միության փլուզման թեման դառնա երկրորդական եւ այդ հրահարման հետևանքով հայկական զորքերը, ռուսական զորքերի աջակցությամբ, ես ասում եմ այն ընկալումը, որը որ կա հակառակ կողմի մոտ, գրավել են իրենց տարածքի 30-20 կամ 30%-ը։ Հիմա մենք կարող ենք վիճել այս պնդմանը հետ, կարող ենք ասել համաձայն չենք, կարող ենք ասել սուտ է, բայց պետք է հասկանանք, որ մենք ունենք մեր ընկալումը, չէ՞ թե ինչ է տեղի ունեցել։ Հիմա որպեսզի որ մենք կարողանանք խոսենք, մենք պետք է մի հատ հասկանանք դիմացին ինչ է ասում։ Ես ձեզ ներկայացնում եմ ոչ թե այն, ինչ ես եմ մտածում, այլ այն, ինչ խոսակցություն կա ընդհանուր առմամբ այդ շրջանակներում։ Խորհրդարանի նախագահն ասաց, Ադրբեջանի իր գործընկերոջը նաև հարցրել է, ինչու է Ալիևն օգտագործում միջանցք բառը, պարզաբանումը հետևյալն է եղել։ Ի պատասխան հնչել է, որ դա այդ միջանցք բառը իրենք ասել են նույն նարատիվը, որը նախկինում, որ միջանցք բառի մեջ ոչ մի վատ բան չկա, իրանք կուզենան, որ Ադրբեջանի միջով միջանցք անցնի տնտեսական, այո, իսկ ինչ վերաբերում է Զանգեզուրը, դե ասում եմ, այդ տարածքը տենց է կոչվել, դրա համար այդ տարածքի անունով ենք ասում, բայց ես վստահեցնում եմ ասած գործընկերս, որ կարող եք տեսնել իմ հայտարարությունները, բազմաթիվ տեղը մենք տրիպ ենք ասում։ Ասում եմ ուղղակի երևի ժամանակի իրա բացատրություն եմ ասում։ Ես չեմ ասում այն ինչ որ ես եմ այս ամենի մասին մտածում, այլ ասում եմ այն ինչ որ ի պատասխան իմ հարցին հնչեց, կարծում եմ դա ուղղակի խոսույթի տարբերության խնդիր է։ Ազգային ժողովի նախագահը անդրադարձավ նաև ներքաղաքական հարցերին։ Խոսելով Հովանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամին կարգալույծ անելու որոշման մասին, ԱԺ նախագահը նկատեց։ Իսկ ով է կարգալույծ արել։ Հարգելիներս, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին պատգամավորի տեխնացու է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում եմ, մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին, մեկը գնալու է։ Անդրադարձ եղավ նաև Գյումրիի համայնքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությանը։ Ըստ Սիմոնյանի կան մարդիկ, որոնք սխալմամբ կարծում են, որ հանցագործություն կատարելիս կարող են թաքնվել քաղաքական դիրքորոշումների ետևում։ Եթե դու գողցող ես,
եթե դու գողական ես, եթե դու ավտորիտետ ես համարում քեզ, եթե դու այդ բարքերով ես ապրում, քո տեղը բանտում է։ Դա չի նշանակում, որ դու կարաս քո տեխնացությունը դնես եւ ինչ որ քաղաքական մախինացիաների շնորհիվ մնաս քաղաքապետարանի շենքում պատասպարված։ Մերի Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։